Մեր թիմը Թբիլիսիում ընկավ արցունքաբեր գազի մեջ եւ բոլորը սկսեցինք խեղդվել։ Անցած տարի Դուբայում մեր սնայպեր մարքեթինգի կորպորատիվը նշելուց հետո այս տարի որոշել էինք ավանդույթը չխախտենք եւ գնացինք Վրաստան։ Թբիլիսին մեզ դիմավորեց իր մշտական եռուզերով եւ մի քիչ անսպասելի իրադարձություն քաղաքում ցույցեր էին։ Մենք ինչ մենք պլանավորել ենք, բացի այն, որ պետքա Թբիլիսիում այդ օրը լինի ցույցեր, ու մենք պետք է ընկնենք արցունքաբեր գազի տակ։ Մենք մի կողմից ծնունդն էինք նշում, մյուս կողմում էլ փախնում էինք, որպեսզի չընկնենք ցույցերի տակ։ Եվ քանի որ եղել էր ֆորս մաժոր ու քաղաքի բոլոր ռեստորանները փակ էին, բայց մենք մեկը պետք է նշենք մեր ծնունդը, մենք տորթը գրկեցինք եւ ցույցերի մեջով գնում էինք տեղ գտնենք, որպեսզի նշենք ծնունդը։ Բայց ճանապարհին մենք թիմով ընկանք արցունքաբեր գազի տակ ու մի ձևը տեղից փախանք, որտեղ բոլորը սկսեցին խեղդվել ու մի կերպ այդ փողոցներից դուրս եկանք ու ամենակարևորը բոլորի այդ ամեն ինչ լավ եղավ, մերոնք պայեցին իրանց ինչպես քար սնայպերցիները։ Եվ այդքանից հետո քաղաքի կենտրոնում գտանք հրաշալի ռեստորան, որտեղ այսպես մեծ սեղան դրեցինք ու սկսեցինք սնայպերի ծնունդը նշել։